Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականն է, այսօր 17 մայիսի օրը շաբաթ բարի երեկո։ Ավարտվել է Գավառ քաղաքի հացառած թաղամասի Կարեյան փողոցի հիմնանորոգումը, աշխատանքներն իրականացվել են Գավառի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ավարտվել է Գավառ քաղաքի հացառած թաղամասի Կարեյան փողոցի հիմնանորոգումը, շուրջ 650 մետր երկարությամբ փողոցն ասֆալտապատվել է, տեղադրվել են բետոնե ջրատարներ, մայթերը բազալտե եզրաքարերով առանձնացվել եւ ասֆալտապատվել են։ Ստեկոն մի 8 խանութ օրեստանոցներ կան։ Այս մինակ մենք չուրի օրակշնան էլ գոյան այդ փողոց խմար, որ խոսքի երևնա կալում, լեննականա կալում, օրտունա կալում, ջերմուկից կալում են օրակշնան իրան գոյան, մենք ինչքան գոկլնենք։ Նողդը շոտ դուք շնորհակալ ենք մեր քաղաքապետարանից։ Այս փողոցը վերջի անգամ ասֆալտապատվել 84 թվին։ Ես այնքան ուրախացա, որ այս փողոցում արդեն լուսավորությունը կար, բոլորը արդեն երեխեքը ստեն խաղում են իրանց համար։ Մենք այս օրադրության էլի շնորհակալ ենք մեր համայնքապետից։ Բնակիչները նաև նշում են, որ փողոցի հիմնանորոգումը բարելավել է իրենց կյանքի որակը եւ արդեն անցյալում են փոշին ու ցեխը։ Վստահեցնում են, որ նույնիսկ հոգ են տանում, որ հիմնանորոգված փողոցը չախտոտվի, չքանդվի եւ կատարված աշխատանքը երկար ծառայի իրենց։ Համայնքապետից ենք շնորհակալ, իր ազնագազմից բոլոր մեր համայնքապետարանի, որը մեզ ընդառաջեց, բերեց, մեր ասածը լսած, մեզ ընդառաջեց եւ շնորհակալ ենք բոլորին։ Ես մի Քյավառյանից քնջից կալում են ստե ծանվենք շում կալում են խաղում են, բեսի լավ չէ, որ երեխին տենում ես լավ, իրան լավ ազգում ստե։ Կարեյան փողոցը հիմնանորոգվել է Գավառի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի արժեքը կազմում է 88 միլիոն 970 հազար դրամ։ Գումարը համամասնորեն հատկացվել է պետական եւ Գավառ համայնքի բյուջեներից։ Ալբարտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գավառի համայնքապետարանը 2024 եւ 2025 թվականներին ֆինանսական հատկացումներ է տրամադրել Գանձակի երաժշտական դպրոցին առկա խնդիրները լուծելու նպատակով։ Դպրոցում կատարվել են շինարարական աշխատանքներ, ձեռք են բերվել գույք եւ անհրաժեշտ պարագաներ։ Գավառի համայնքապետարանը Գանձակի երաժշտական դպրոցին 2024 թվականի Գավառ համայնքի բյուջեից ֆինանսական միջոցներ է տրամադրել դպրոցի առկա կարիքներն ու խնդիրները որոշակիորեն լուծելու նպատակով։ Կապիտալ դրամաշնորհով հատկացվել է 700 հազար դրամ։ Ձեռք է բերվել պարասրահի համար զգեստապահարան, դաշնամուր եւ գրասենյակային աթոռ։ 1 միլիոն դրամ ընթացիկ դրամաշնորհն էլ ծախսվել է երգչախմբի հագուստի ցուցատախտակի, որում արդեն տեղադրվել են դպրոցի հաջողությունների պատմությունն ամփոփող մրցանակները, նկարների ու պատվոգրերի համար շրջանակներ։ 400 հազար դրամ էլ հատուկ նպատակային հատկացում է կատարվել։ Հատուկ նպատակային նյութերով ձեռք ենք բերել գրատախտակ, ավարտական երեխաների համար ավարտական վկայականներ, ցուցանակ, դպրոցի անվամբ, պարային հյուսքեր եւ պարային կոշիկներ։ Դպրոցում 2024 թվականին կատարվել են նաև շինարարական աշխատանքներ։ Համայնքի բյուջեի միջոցներով մեկ դասասենյակը վերակառուցվել է 2-ի եւ վերանորոգվել ու կահավորվել։ Այս նպատակով համայնքի 2024 թվականի բյուջեից 1 միլիոն 920 հազար դրամ է հատկացվել։ Ավելացվել են ջեռուցման մարտկոցները, ջեռուցման համակարգի համար քողարկող պահարան է կառուցվել։ Շնորհակալություն ենք հայտնում Գավառի համայնքապետարանի ողջ ազնագազմին, իդեմս Գավառ համայնքի ղեկավար պարոն Գուրգեն Մարտիրոսյանին վստահության, ուշադրության, հետևողականության համար։ Այս ամենի արդյունքում երեխաները ավելի բարենպաստ պայմաններում են սովորում, ավելի գեղագիտական միջավայրում են սովորում, ոչ միայն բարելավում են նրանց կրթական որակը, այլ նաև զարգանում են նաև եւ հոգեվոր եւ մշակութային կյանքը։ 2025 թվականի բյուջեի միջոցներով էլ վերանորոգվել է երաժշտական դպրոցի պարասրահի հատակը։ Նախկին փայտե հատակը փոխարինվել է վինիլայնով։ Աշխատանքների համար ծախսվել է 1 միլիոն 950 հազար դրամ։ Գավառի համայնքապետարանը ոչ միայն Գանձակի երաժշտական դպրոցին, այլ նաև մշակութային հաստատությունների խնդիրները պահում է իր ուշադրության կենտրոնում։ Հատկացվող միջոցների արդյունքում բարելավում է հաստատություն հաճախող երեխաների կրթական միջավայրի պայմանները։ Գանձակի երաժշտական դպրոցին 2025 թվականին եւս Գավառի համայնքապետարանի կողմից կապիտալ եւ ընթացիկ դրամաշնորհներ են տրամադրվել, որը ծախսվելու է պարարվեստի բաժնիսաների համար զգեստների գնման նպատակով։ Այժմ ապրանքների ձեռքբերման ընթացքն է։ Ալբարտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։
Քյավառ հեռուստաընկերության Գեղամաուր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օր։